Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ եւ բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր են արձանագրվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով սահմանին շարունակվող կրակոցներին, անդրադառնալով նրան, որ երբ սահմանին կրակում էին, պաշտպանության նախարարությունը այդ մասին հաղորդեց միայն օրեր անց, փոխնախարարն ասել է. «Եղել են դեպքեր, մենք դրանց մասին խոսել ենք, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել։ Վերջին շրջանում վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլևս չունենք»։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք հայկական զորախումբ մեկնելու է Մոսկվա մասնակցելու հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Այն փուլում, երբ տպավորություն էր, թե Վաշինգտոն-Թեհրան ոչ ուղիղ բանակցությունները կարող են հասնել նպատակներին ու միջուկային ծրագրի շուրջ խաղաղ համաձայնություն կարող է լինել, կողմերը տեղեկացնում են, թե հետաձգել են բանակցությունների 4-րդ փուլը։ Ասում են, պատճառները տեխնիկական է։ Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում 3 բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Նախքան կսկսվեր երկխոսությունը, ԱՄՆ նախագահ Թրամփը զգուշացրել էր, եթե դիվանագիտությունը ձախողվի, Վաշինգտոնը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել։ Իրանը շարունակում է համագործակցության ժեստ անել, բայց նաև ակնարկել ճնշումներին կուլ չեն գնալու։ Իրականում մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար եւ հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ եւ կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը։ Այս ամենի ֆոնին Վաշինգտոնը սրում է հռետորաբանությունը ու չի դադարում զինել Իսրայելին։ Ուշագրավ է, որ այստեղ բանակցությունների, այսպես ասենք, դանդաղելը բխում է հենց իսրայելական շահից, որը հարմար առիթի է սպասում ու ամերիկյան կանաչ լույսի Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար։ Իրանի հետ մեր շահերը բնական են, այսինքն Իրանի ցանկացած խնդրահարույց իրավիճակ, ցանկացած հարված Իրանի դեմ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև Իրանի թուլացումը կարող է ազատել տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքերը։ Ոչ թե բանակցությամբ, այլ բախումներով հարցը լուծելու սցենարի դեպքում խիստ կանխատեսելի է նաև Ալիևի վարքը։ Նա, որ վաղուց է սպասարկում Թել Ավիվի շահերը, դա չի անում պարզապես անպատասխան։ Այստեղ փորձագետներն ասում են, նրա մեծ ախորժակը Զանգեզուրի միջանցքն է։ Ադրբեջանի նախագահը խաղաղության գործընթացը Հայաստանի հետ հետաձգում է ու ամենը շունչը պահած սպասում է տարածաշրջանում այնպիսի խառնաշփոթի, որն իր համար հարմար պատուհան կբացի Հայաստանի ինքնիշխան պետության վրա սադրանք հրահրելու համար։ Եթե Իրանը զբաղված լինի ամերիկա-իսրայելական ճակատով, ապա պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի դեմ դիմադրության ալիքը անհամեմատ փոքր կլինի։ Ադրբեջանը այս իրավիճակում կարծում եմ օգտվելու է առիթից եւ եթե ոչ պաշտոնական հայտարարություններին տեղի տանք, կտեսնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նաեւ Իսրայելի միջոցով փորձում է հնարավորինս մերձենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր վարչախմբի հետ եւ փորձում է վաճառել այն գաղափարը, որ եթե Ադրբեջանը հարձակվեց Սյունիքի վրա եւ կարողացավ ոչ միայն Միջանցքի տրամաբանության մեջ, այլ առհասարակ Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում հաջողության հասնել, դա նաև բխում է Միացյալ Նահանգների շահերից, դրանով Իրանին ուղիղ հարված է հասցվում։ Ամերիկյան այս մեծ խաղը ուղիղ կապ ու ազդեցություն ունի Հարավային Կովկասի վրա։ Տարածաշրջանի բոլոր խաղացողներն են լռում ու շունչը պահած սպասում, թե իրադարձությունները ինչպես կծավալվեն։ Դրանից են կախված նոր դիրքավորումները, նոր ծրագրերը, դրանից է կախված, թե այս դիվանագիտությունից ով ինչ բաժին կստանա։ Իրանը 1200 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել։ Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել էր հարված հասցնել Ամերիկայի ռազմաբազաներին եւ զինված ուժերին, եթե Վաշինգտոնը կամ Թել Ավիվը որոշեն հարձակվել Իրանի վրա։ Օգտագործելով ճշմարտացի խոստում 1 եւ ճշմարտացի խոստում 2 գործողությունների փորձը, մենք վերջերս հաջողությամբ փորձարկեցինք նոր բալիստիկ հրթիռը։ Այն բազմաթիվ թիրախների մեջ գտնում է կոնկրետը եւ խոցում առանց նույնիսկ 1 մետր շեղման, ասել է Նասիր Զադեն։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ուկրաինական զարգացումները չեն հանգեցնի միջուկային զենքի կիրառման անհրաժեշտության։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ երկիրը բավարար ուժ եւ ռեսուրսներ ունի Ուկրաինայում սկսած պատերազմը տրամաբանական ավարտին հասցնելու համար, Ռուսաստանին ցանկալի արդյունքներով։ Հիշեցնենք, Ամերիկայի ներկայացուցիչները վերջին շրջանում հայտարարում են, թե հիասթափված են ակնկալվող արդյունքներից եւ հնարավոր է Վաշինգտոնը մոտ ապագայում դադարեցնի միջնորդական ջանքերը։
Հնդկաստանի հետ գնալով ուժ գնացող լարվածության պատճառով Պակիստանը խնդրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել։ Երկրների միջև հարաբերությունները սրվել են Ջամու եւ Քաշմիր շրջանի Պահալգամի քաղաքի մոտ ապրիլի 22-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, երբ զբոսաշրջիկների վրա ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել էր Հնդկաստանի 25 եւ Նեպալի 1 քաղաքացի։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Դիմադրության ճակատ կոչվող խմբավորումը։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել։ Ժողովրդի հանրապետական կուսակցության նախագահը հարձակման է ենթարկվել Աթաթուրքի անվան մշակութային կենտրոնից դուրս գալու պահին, որտեղ տեղի էր ունենում Թուրքիայի ազգային ժողովի փոխխոսնակի հրաժեշտի արարողությունը։ Անծանոթը մոտենալով Օզելին ուժեղ հարվածել է նրա դեմքին։ Հարձակվողը բերման է ենթարկվել։ Եմենի ապստամբական Անսար Ալլահ շարժման հութիները ծրագրել են իրականացնել Իսրայելի լիակատար օդային շրջափակումը հարվածներ հասցնելով հրեական պետության օդանավակայաններին, այդ թվում Բեն Գուրիոնին։ Անսար Ալլահի ռազմական ներկայացուցիչը ավիաընկերությանը կոչ է արել ուշադրության առնել այս հայտարարությունը, դրա հրապարակման պահից եւ չեղարկել բոլոր չվերթները հակառակորդի օդանավակայաններ ապահովելու համար ինքնաթիռների եւ ուղևորների անվտանգությունը։ Կաթոլիկական եկեղեցու հետևորդները քննադատել են Թրամփին սոցիալական ցանցերում սպիտակ տան պաշտոնական էջում զետեղված լուսանկարի համար։ Թրամփի Հռոմի պապի հանդերձանքով լուսանկարը սոցիալական ցանցերում հայտնվել է այն ժամանակ, երբ կաթոլիկ աշխարհը սուքում էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը։ Այս լուսանկարում ոչ մի զվարճալի բան չկա, պարոն նախագահ, հայտարարել է Նյու Յորքի կաթոլիկ համաժողովը, քայլը համարելով վիրավորական։ Հիշեցնենք, մինչ այդ էլ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ում կցանկանար տեսնել Վատիկանի գահին, Թրամփը կատակել էր, թե կցանկանար, որ ինքը լիներ Հռոմի պապ։ Ռումինիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է ազգայնական դաշինք անուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը հավաքելով ձայների 41%-ը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սիմեոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետը եւ աջ կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիրը, որն առաջին փուլում ստացել է ձայների 21%-ը։ Ռումինիայում կրկնակի նախագահական ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ չեղարկվել են անցած աշնանը կայացած ընտրությունների առաջին փուլի արդյունքները։ Հետո անսպասելիորեն հաղթել է Կալին Ժորժենսկուն, հավաքելով ձայների 23%-ը։ Բռնության որևէ ձև անընդունելի է Երևանի ավականու գործակարգավարական խորհրդակցությունը, այս խոսքերով սկսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Միաժամանակ քաղաքապետի խոսքով ինքը չի պատրաստվում դատավորի դեր ստանձնել, քանի որ քրեական գործ կա նաև երկրորդ կողմ խուլիգանության հոդվածով ներգրաված անձինք, ուստի կսպասի վարույթի իրականացմանը։ Քաղաքապետի կարծիքով այո, կատարվածը միանշանակ սադրանք էր, բայց դա եղածը չի արդարացնում։ Երևանի քաղաքապետանի յուրաքանչյուր աշխատակից եւ մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Անընդհատ որևէ մեկը որևէ մի թեմայով որևէ մի սուտ կասի եւ այդ սուտը վստահաբար մենք կարող ենք որպես սադրանք ընդունել, բայց այնուամենայնիվ ես դատավորի դեր չեմ ստանձնելու, հարգելի գործընկերներ, կա քրեական գործ եւ նաեւ քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կա նաեւ երկրորդ կողմ, այնուամենայնիվ, այսինքն կա խուլիգանության հոդվածով անձինք, ովքեր որ ներգրաված են եւ վարույթ է իրականացում։ Ոստիկանները Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեի փողոցի բնակչի տան հայտնաբերել են փայտամշակման սղոցարան։ Պարզել են, որ փայտանյութը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով։ Տան բակում եղել են 670 տախտակ եւ ժապավենային սղոց։ 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել են Ստեփանավանի անտառ տնտեսությունից ձեռք բերած փայտանյութից։ Նա նաեւ ներկայացրել է հաշիվ ապրանքագրեր։ Ստուգումների արդյունքներում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին։ Երևանում կառուցվող բարձրահարկի 6-րդ հարկից մի քանի օր առաջ ընկավ շինարարը, մահացավ։ Աշխատանքի տեսչականն իր նախաձեռնության վարույթ է հարուցել։ Մասնագետների խումբ ընտրել, բայց ամենայն հավանականությամբ միայն առաջիկա օրերի ընթացքում կանցնի տարածքը զննելու։ Կոնկրետ դեպքի մասով դեռևս շատ բան չեմ կարող ասել, որովհետև դեռևս չունենք տեղեկատվություն։ Բայց փոխարենը տեսչական ունի վիճակագրություն, տխուր վիճակագրություն կամ գոնե ինչպես կառույցի պաշտոնյանը ձևակերպում դրական միտում չունեցող վիճակագրություն։ 23 թվականին այդ թիվը դարձել է մոտավորապես 46։
դժբախտ դեպք, որից մահվան ելք է եղել 11-ը։ Իսկ 2024 թվականին այդ դեպքը մեր վարույթներում կոնկրետ աճել է 79 դեպքով, 22 մահվան ելքով։ Մահացած քաղաքացիները հիմնականում երիտասարդ են եղել, ունեցել են հրահանգ, օրինակ համապատասխան սաղավարտ կրել, չեն ենթարկվել, սակայն Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը նկատում է, շատ դեպքերում գործատուներն էլ չգիտեն, ինչ ասել է առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններ։ Շատ ոլորտներում մենք նույնիսկ այդ նորմերը չունենք եւ ստիպված են լինում օգտագործել դեռևս հին, ուրեմն ժամանակների գոստեր, նորմեր, որոնք այսօր արդեն իրատեսական չեն օգտագործել, որտեղ դրանք հնացել են եւ աշխատանքային գործիքներն են փոխվել։ Այնուամենայնիվ մահվան դեպքերի համար ով է մեղավոր կամ պատասխանատու, տեսչականի ղեկավարի տեղակալը գնահատական չի տալիս, հասարակական սեկտորի ներկայացուցիչն էլ պնդում է, յուրաքանչյուր առանձին դեպք առանձին մեղավոր կողմ ունի։ Մենք վարորդներին բոլորին տուգանում ենք, որ ամրագոտի չեն կապում, արդյոք բոլորն են կապում։ Արդյոք բոլորը ունեն այդ մշակույթը ձևավորած, ոչ, դեռևս չունեն։ Եվ այս դեպքում եթե տուգանում ենք, բայց այստեղ սկի չենք էլ տուգանում, ինչի մասն է խոսքը։ Տեսչականի լիազորություններն ավելացնել է պետք կարծիքը եւ տեսչականի պաշտոնյան եւ Արհմիությունների կոնֆեդերացիայի ղեկավարը կիսում են։ Տեսչական իրավունք պիտի ունենա ցանկացած պահի, ցանկացած կազմակերպություն մտնելու, ստուգում իրականացնելու, թե չէ սпасել դիմում բողոքի, մակագրել, զեկուցել 3 օր առաջ էլ կազմակերպությանը տեղյակ պահել, մահից հետո էլ ինչ ենք ուզում։